Վերջ կարող ես սկսես։ Ուրեմն սկսում ենք այսօր նոր հարթակի հետ ծանոթանալ, որը շատ է օգնում բրենդի տարածման տեսակետից։ Դուք գիտեք, որ մենք ծանոթանում ենք Facebook, Instagram, դուք այսքան օրեր դրանց գործիքների հետ եք ծանոթանում։ Եկեք այսօր միասին բացենք մի նոր հարթակ մեզ համար, որպեսզի կարողանանք մեր բրենդը տարածել նաև այդ հարթակում։ Դուք գիտեք երևի, որ YouTube-ը, որի մասին մենք այսօր պիտի ծանոթանանք, որոնողական համակարգերի համար շատ ուժեղ հնարավոր հարթակ է։ Հիմա տեսեք ինչպես ենք մենք դա տեսնում։ Եկեք մենք մի երկու բան նայենք միասին եւ մինչեւ դա կխնդրեմ բոլորս ժողովուրդ ջան, Միլենա, Արմիդա, Թերեզա, Լուսին, Անուշ, բոլորս մեր համակարգիչների վրա բացենք, եթե ովքեր որ չունեն համակարգիչ բնականաբար չի ստացվի, բայց եկեք բացենք, միաժամանակ նայեք ինձ եւ մի երկու բան ձեզ ցույց տամ, որ սկսենք կանալի բացումը։ Ուրեմն բացում ենք ձեր Chrome-ը, ձեր համակարգիչների Chrome-ը, գիտեք, Google Chrome, Google-ը բացում եք եւ դուք Gmail-ով, ձեր Gmail-ով պետք է այդտեղ լոգին եղած լինեք։ Այս բանը դուք պատրաստ եք հիմա, մինչև նաև ես ձեզ որոշ նոր բաներ ցույց տամ, որ դուք կնկատեք, որը գուցե ժամանակին նայել եք, բայց չեք նկատել։ Տեսեք, ուրեմն ես հիմա մտնում ասեմ, էլի մինչև սկսել ասեք։ Ես ինտերնետ չունեմ, մեր ինտերնետը չի ուղղվում համակարգչով միանալու համար, այսօր կնայեմ, հետո արդեն վիդեոներով կանեմ այդ գործնականը։ Եղավ Միլենա ջան, կցույց տաս, երբ որ կբացես քո URL-ը կուղարկես մեզ։ Եղավ։ Ուրեմն նայեք, իմ Chrome-ը դուք տեսնում եք, այս ձեր Chrome-ը որ բացած լինեք, տեսեք այստեղ, այս իմ մկնիկի շարժը տեսնում եք, երևում է, որ ես մտածեմ իմ պրոֆայլով, ասենք այստեղ երևում է DM Consulting, այդ պրոֆայլով ես մտել եմ։ Այդ դեպքում միայն մենք կսկսենք ստեղծել կանալը։ Բոլորդ բացում եք այդ էջը։ Ես ձեզ մի բան բացատրեմ, երբ որ մենք այստեղ ման ենք գալիս, օրինակ, մեղրի, օրինակ տեսեք մեղրի վնասակար հատկությունները, չէ՞, անցած օրը դուք սովորում եք, թե ինչպես որոնել բանալի բառեր գտնել մեր բիզնեսի համար։ Օրինակ, երբ որ ես գրեցի մեղրի, որի նկատմամբ ես երբեք որոնում չեմ արել, ցույց տվեց մեղրի վնասակար հատկությունները։ Շատ հետաքրքիր է, որ մարդիկ միանգամից դա են որոնում։ Եկեք դա ես որոնեմ։ Որոնելուց հետո դուք տեսնում եք որոնման արդյունքներում հղումներ, տեսեք, բայց դրա մեջ մտնում է նաև, եթե նայում եք այսպես, տեսեք YouTube, նկատեցիք։ Բոլորս նկատեցինք, որ YouTube-ը նույնպես մտնում է որոնումների մեջ։ Այսինքն, տեսեք, այստեղ անգամ մենք չենք տեսնում Facebook-ը, բայց հանգիստ տեսանք YouTube կանալը։ YouTube կանալ ինչ-որ մեկի։ Սա ինչ-որ մի մարդու կանալ է։ Մենք կարող ենք հասկանալ, որ սա օրինակ, եթե բացենք այս կանալը, դա ուրեմն պատրաստված է, հիմա կտեսնենք ում կողմից։ Տեսեք, իմ մոտ մի փոքր դանդաղ է լինելու, բայց տեսեք, այս կանալն է, որի անունն է օգտակար խորհուրդներ, կանալի անունը օգտակար խորհուրդներ է, եւ այս օգտակար խորհուրդները վարում է այս աղջիկը։ Եվ այս կանալի մեջ ինքը տեղադրել է մեղրի վնասակար հատկությունները վիդեոն, եւ երբ որ մենք որոնեցինք, եկանք ընկանք իր վրա։ Եվ երբ որ ես այս կանալի բովանդակությանը ծանոթանում եմ, ես տեսնում եմ, որ ինքը ուրեմն 18 թվից է այս կանալը վարում, ունի 128,000 հետևորդ եւ 1599 վիդեո, 20 միլիոն դիտումներ։ Այս օգտակար եւ հետաքրքիր տեսանյութեր անունով կանալն է երևացել մեր որոնման մեջ։ Մենք նույնպես ցանկանում ենք մեր դուրս բերած բանալի բառերով մեր վիդեոները, մեր տեսանյութերը, ինչպես նաեւ տարբեր այլ տպագրություններ, այսպես կոչված գրառումներ, Երևան որոնումներում, սակայն դրանք գան նաև YouTube-ի կանալից։ Դրա համար բոլորս պետք է բացենք մեր YouTube-յան կանալները։ Այսօր սկսում ենք դրանից։ Ես ձեզ ցույց եմ տալիս ինչպես ենք բացում այս հարթակում, որտեղ տեսնում եք DM-ա գրված, ես չունեմ որևէ կանալ։
Հիմա նայեք, երբ որ ես բացում եմ, կլիկ եմ անում սրա վրա, ինքը ցույց է տալիս create channel, բայց ես այս create-ը չեմ անում։ Ինչու չեմ անում, որտեղ սա բրենդային կանալ ինձ չի թողնում։ Ես պետք է switch անեմ եւ այստեղից փորձեմ նոր account view channels անեմ եւ այստեղից փորձեմ որևէ նոր կանալ ստեղծել։ Հիմա փորձեմ գնալ այդ կանալի վրա։ Create channel եմ անում, բայց ստեղից ասում, այս channel-ը որ ստեղծեմ, սա բրենդային կանալ չի լինելու։ Բայց փորձենք դա ստեղծել առաջինը, որտեղ եթե դա չենք ստեղծում, ինքը այլ կերպով մեզ չի թույլ տալիս առաջ գնալ։ Ուրեմն եկեք բացենք մեր հիմնական Chrome-ը, թեկուզ ոչ միտեղ չմտնենք, միայն Chrome-ը, տեսեք, Chrome-ը մտնում ենք YouTube, որևէ YouTube page, եւ այստեղից մենք պետք է ստեղծենք մեր կանալը։ Մեկ րոպե, հայտնվել է ինձ ստիպում է, որ ես անպայման ինձ ինչ-որ բաներ ասեմ, տեսեք, սա upload video, ուրեմն այստեղ, բոլոր տեսնում եք իմ էկրանը։ Այո։ Ահա, կարող եք բացել այս հատվածը բոլորս միասին, որպեսզի create channel անենք։ Հենց հիմա ստեղծենք մեր կանալները, բոլորս միասին։ Ուրեմն create channel կլիկ ենք անում դրա վրա։ Տեսնում ենք այստեղ, որ մենք պետք է տեղադրենք մեր կանալի անվանումը։ Այստեղ մենք օգտագործում ենք մեր անվանումը, այսինքն մեր հիմնարկի անվանումը։ Ամեն մեկս մերը խնդրում եմ տեղադրենք այստեղ եւ բոլորդ ինձ ասեք, որ դուք արդեն դա արել եք, որ ես կարողանամ առաջ գնամ։ Ես արեցի։ Ահա, Թերեզա ջան, դուք արեցիք, ով որ հիմա համակարգիչների մոտ է, խնդրում եմ դա արեք եւ ինձ ասեք։ Ձեր անվանումը տեղադրում եք այստեղ եւ տեղադրում եք այստեղ այդ անվանման այսպես կոչված handle-ը։ Այդ handle-ը երևում է ձեր URL-ի մեջ։ Ահա այստեղ, որ երբ որ մենք մտանք այդ YouTube-ը, հիշում եք, որ մենք որոնեցինք մեղրի օգտակար խորտի վնասակար հատկությունները եւ ընկանք այդ կանալը, եթե հիշում եք, այդ հատկությունների հիման վրա մենք ընկանք այս մեր կանալի վրա, այս աղջիկա կանալը, տեսեք իր handle-ը որն է։ Հիմա ես ձեզ ցույց տամ, դուք տեսեք։ Տեսեք այս աղջիկա մոտ հայտնվեց ամիջապես գովազներից տարավ այդտեղ։ Հիմա օգտակար խորհուրդներ։ Տեսեք ոնց եմ տեսեք այստեղ։ Տեսեք իր handle-ը օգտակար խորհուրդներ, այդպես է գրել։ Դուք կարող եք նույն ձեր անվանումը, որ տեղադրել եք այստեղ, տեղադրեք նաև այստեղ handle-ում։ Երբ որ բոլորս անենք, խնդրում ենք ինձ ասեք։ Հավանական է, հնարավոր է։ Հնարավոր չէ բացել։ Լուսին ջան, ես հեռախոսով այդ բանը չեմ փորձել, բարդ է մի քիչ հեռախոսով YouTube-յան կանալ սկսելը։ Նու հեռախոսով հնարավոր է YouTube ստուդիո ունենալ եւ հետագայում վիդեոների օպտիմալացում անել։ Այո, գոյություն ունի YouTube ստուդիո, որտեղ որ մենք կկարողանանք դա իրականացնել։ Եկեք հիմա անենք այս առաջի քայլը։ Եվ ինձ ասեք։ Ես փորձում եմ նաև հեռախոսի վրա, որտեղ դուք շատ բաներ կկարողանաք անել, բայց ես ուզում եմ, որ մենք դա անենք, երբ որ արդեն կանալը ունենանք։ Դա կարող ենք անել միայն երբ որ կանալը ունենանք, բայց կանալ ստեղծելուց մեզ պետք է առաջի հերթին օգտվել այդտեղից։ Սակայն եթե դուք ուզում եք հեռախոսով ստեղծել, հիմա ես ձեզ բացատրեմ, մտնում եք ձեր մոտ YouTube-ի, եկեք այդպես անենք, եթե դուք դա ուզում եք, մտնում եք YouTube app-ը գիտեք, չէ՞, ինչ է, app-ը մտնում եք app-ի մեջ, YouTube-ի մեջ, մտեք այստեղ YouTube, այնուհետև երբ որ YouTube-ը կմտնեք, դուք այնտեղ ներքևի հատվածում, աջ ներքևի հատվածում կտեսնեք հնարավորություն, մի րոպե ես մտնեմ այդ
դատարկ YouTube, որտեղ կանալ չկա, որպեսզի մենք կարողանանք որտեղ կանալ Իսկ եթե մեր մեյլով արդեն գրանցված ենք, գրանցված եք ու YouTube-ի կանալ ունեք արդեն։ ոնց որ հա։ Չէ, դուք չունեք, ուղղակի դա ձեր մոտ Google YouTube account-ն է։ Այս սենց է լինելու ձեր մոտ, այսպես դատարկ, տեսնում եք։ Հա։ Սա լինելու այսպես, նու կարող է պատահի այստեղ որոշակի վիդեոներ Երևան, որոնք դուք նայել եք, դիտել եք, բայց այս ներքևի այստեղ հատվածում խորհուրդում անել։ Դուք կտեսնեք ձեր անունը, գրված կլինի you։ Հա։ Կլիկ արեք դրա վրա։ Այդտեղից արդեն պիտի տեսնեք, որ եթե դուք չունեք account, այդտեղից կասի, որ դուք պետք է ստեղծեք account։ Այսպես կբացեք, ասենք, անունը կերևա եւ տակից կերևա create channel։ Տեսնում եք։ Հա, հա։ Okay, այդտեղից create արեք։ Եվ երբ որ տեղադրեք այս երկու բառերը, name եւ handle, փորձենք առաջ գնալ։ Անում ենք նոր առաջ գնանք, որպեսզի ես տեսնեմ ձեր ասա անելուց հետո պետք է դուք ինձ ուղարկեք ձեր ստեղծած կանալների հղումները, որպեսզի ես տեսնեմ։ Միլենա ջան, դուք կարող ես հեռախոսով անես, եթե այսօր հեռախոսով ես միացել։ Եվ որ հեռախոսով է միացել, խնդրեմ, այսպես արեք։ Այո, բզբզացեք, ստեղծեք ձեր կանալը։ Անունը դրեք, անվանումը դրեք ձեր բրենդի անունը, handle-ը դրեք ձեր բրենդի անունը։ Եթե ձեր բրենդի անունը դնելուց ինքը թույլ չտա, երբեմն կարող է պատահի թույլ չտա։ Օրինակ, եթե ես դա գրում եմ DM Consulting, տեսեք, ինքն ասում է, որ սա զբաղված է, տեսեք, որովհետև DM Consulting-ը զբաղված է արդեն։ Ես այստեղ ուրիշ բառեր պետք է ավելացնեմ, որպեսզի թույլ տա։ Օրինակ, ես գրում եմ Armenia, չէ՞։ Երբ որ ես Armenia գրեմ, քանի որ դա էլ իմ բանալի բառերից է, DM Consulting Armenia, նույնպես թույլ չի տալիս, որովհետև ասում է այդ անունով եւս կանալ կա։ Ես այդ դեպքում կգրեմ, alright, ես կգրեմ Երևան, տեսնեմ Երևանով կա, թե չէ։ DM Consulting Երևան, տեսեք, կանաչեց։ Այսինքն թույլ տվեց, որ ես DM Consulting Երևանով այստեղ կանալը ստեղծեմ։ Ես հիմա նայեցի, իմը ոնց որ կանալը բացած է արդեն, որովհետև էստեղ Ձեր կանալի անունը որն է։ Իմ անունով է, էլի, իմ մեյլի Չէ, անունով։ ձեր անունով չի, փոխում ենք։ Ձեր բրենդի կանալը պիտի ստեղծենք։ Կարամ չէ, սա խմբագրեմ ու անունը փոխեմ։ Այո, խմբագրում ենք, անունը փոխում։ Այո, Միլենա, լսում եմ։ Իմն էլ էր նույն ձև, արդեն բացած էր, այդ ընդհանուր իմ անձնական իմ անուն ազգանունով էր կանալը բացած, բայց ես արդեն կխմբագրեմ։ Խմբագրեք հիմա, այո, եւ փոխեք handle-ը, որպեսզի ես տեսնեմ։ Բրենդային ենք դարձնում բոլորս, որպեսզի տեսնենք մեր բրենդերը, ոչ թե մեր անունները։ Հիմա երբ որ սա անում եք, այս երկուսը եւ բոլորը վերջացնում եք, create channel-ը սեղմում եք եւ ստեղծվում է ձեր կանալը։ Որպեսզի ես այստեղ ուրիշ կրկնեմ նորից նույն այս կանալը ստեղծելու, ես կգնամ միտեղ հիմա share կան հատվածները, որտեղ մենք ունենք արդեն կանալներ եւ մենք կկարողանանք այնտեղ դիտել։ Հիմա ես share-ը կփոխեմ, կտանեմ այդ կանալի վրա, որտեղ մենք ունենք արդեն բրենդային հաշիվ եւ որտեղ տարբեր բաներ մենք կարող ենք տեսնել։ Ուրեմն դա կատարում ենք հիմա, դուք դա հիմա կատարեք եւ ինձ ասեք։ Ավարտելուց հետո ես ուզում եմ ստանալ հղումները ձեզանից։ Ես հիմա share եմ անում մեկ այլ հատված եւ ձեզ տանում եմ մեկ այլ կանալի վրա։ Դուք տեսնում եք մեկ այլ կանալ, ահա այստեղ view channel։ Շատ լավ, հիմա տեսնեմ ձեր կատարած հղումները։ Այո, channel։ Ահա, ես մի հատ փորձեմ ձեր channel-ները, տեսնեմ ինչպես է ձեր URL-ները։ Okay, այս մեկը, տեսա, Davilens։ Ահա։ Ով է Davilens-ը։ Իմն է։ Ձերն է Թերեզա ջան։ Հա,
Okay. Your honey, յուրահատուկ, հա? Your honey, Այո, ճիշտ եմ տեսնում։ ինը։ Եղավ։ Լավ, ուղարկեք մյուսները, լինքերը, բոլորը տեսնեմ ձեր կանալները ինչ վիճակի են, բոլորս նայենք կանալները, որոնք նախնական ստեղծվել են, Միլենան ստեղծեց, ահա, նայենք կանալը, MRO Products, Մրով Honey, ընտիր, Մրով Honey Products, Մրով Products, շատ լավ, Միլենայինն էլ հավանեցի, Այս ուղղակի ճիշտ գրեք, տառասխալներ ենք արել, չէ, your honey-ի մեջ, կարող է ինչ պետքա գրենք սա։ Երկու հատ y ենք գրել այստեղ, տառասխալները ուղղեք, որպեսզի հետագայում դա պահպանվի որպես ձեր հիմնական URL-ը։ Խնդրեմ։ Շատ լավ, ուղարկեցիք ձեր լինքերը, ես տեսնում եմ, ելով կա, որ պիտի ուղարկի, Արմիդա, Արցախ, Եթե դժվարում եք ասեք, ասեք։ Բարև ձեզ, ես նոր եկա, չգիտեմ ինչ պիտի ուղարկվի։ Ով նոր եկավ Արցախը։ Այո։ Արցախ ջան, այո, նոր եկար, հիմա մենք YouTube-ի կանալ ենք ստեղծում, մտեք, բայց հիմա ես պաստորեն պիտի կրկնեմ ինքս ինձ, բայց նորից կրկնեմ, աշխատեք չուշանալ, ես ձեր հատուկ գրեցի, Այսօր նոր բան ենք սկսում, տեսեք, մտնում եք դուք ձեր համակարգիչով ձեր Chrome-ը, որտեղ երևում է այստեղ ձեր Gmail-ի հաշիվը, բացում եք YouTube կանալ, բացում եք YouTube, մտնում եք YouTube, այսպես մտնում եք YouTube, եւ այստեղ վերևից ձեր այս նշանիկի վրայից տակից Create Channel եք անում, այս նշանիկի տակից Create Channel եք անում։ Ոմանց մոտ իրանց կանալները արդեն եղել էին իրենց անձնական անուններով, փոխեցին։ Այս նշանիկը տեսնում եք, սրա տակից Create Channel, իմ մոտ view-ա գրած, որտեղ արդեն ունեմ channel, բայց դուք Create Channel պետքա տեսնեք, եթե չունեք, այստեղ պետքա տեսնեք Create Channel։ Անում եք, լինքը ուղարկում եք ինձ։ Որպեսզի դրա վրա աշխատենք, օպտիմիզացիան անենք։ Միլենա, Լուսին, Թերեզա, ով մնաց, ով աշխատում, ես սպասում եմ։ Արմիդանա հիմա ուղարկում, շատ լավ, շնորհակալություն։ Ահա, Արմիդա ջան, ես խորհուրդ կտամ 2025 մի գրի։ Ասածս ինչ է, որտեղ 2025-ը հնանալու է։ Փոխի։ Եթե հնարավոր է handle-ը փոխի։ Ընթացքում այդ սկզբից էի այդպես գրել, բայց հիմա չի փոխում։ Ավելի շուտ handle-ը փոխված է։ Մարի բինատուրա։ Արդեն փոխված է, բայց մեր մոտ էցա տալիս։ Չէ, փոխված չի, որտեղ ինքը ցույց է տալիս։ Լավ, դրա վրա պետքա բան անենք։ Գիտես ինչի, որովհետև եթե մենք այդ handle-ը թողնենք, 2026 կդառնա, 2027 կդառնա, բայց մեր կանալը կմնա այս handle-ով։ Մեզ պետքա, որ մենք ունենանք brand, brand-ի անվանումը կախված չի տարեթվի հետ։ Brand-ը պետքա լինի, ասենք ամբողջական ձեր անվանումը կամ ինչ որ բանալի բառ կցված ձեր անվանման, ինչպես ես ասացի, DM Consulting Երևան, DM Consulting Armenia, եւ որ ես ուզում եմ իմ բրենդը տարածեմ, այդ թվերը ինձ խանգարում են։ Շատ հաճախ ես նկատել եմ երիտասարդները իրանց Gmail-ը գրում են, հետո վերջում փոչերում ինչ որ թվեր են ավելացնում 76, 85, մի արեք այդպես, եթե դուք բիզնեսի մեջ եք, ձեր անձնականը կարող եք, բայց ձեր բիզնեսի դեպքում թվեր մի կպցրեք, այս թվերը թող նշանակալից լինեն։ Ուրիշ բան, որ դուք սա ինչ որ նշանակալից թիվ է, մի բան նշանակում է օրինակ, բայց այս պահին մեր մոտ տարեթիվ է։ Եղավ, եկեք կփոխենք հետո, եթե համաձայն եք։ Բայց այն անվանման տակը ոնց որ փոխված է, հա, Շնիկո Մարիբի նատուրա։ Ահա, սա փոխել է։ Այո։ Ճիշտ է։ Լավ, եկեք դա թողնենք, կարող է URL-ը հետո երևա փոխված, կարող է հետո դա փոխի։ Եղավ։ Շատ լավ, տեսնեմ Արցախ ձեր մոտ ինչ վիճակ է։ Ես ընթացքում կանեմ, էլի։ Գայանե ջան, հեսա։
Լավ, ես Դուք որտեղ կանան առաջ եմ եմ, գնալու, դուք էլ պետք է միասին գնանք առաջ, որպեսզի ինձ չնի, որ ես առաջ գնամ, դուք նայեք, հետո հետ կընկնեք։ Ես կշարունակեմ։ Եթե ձեզ հարմար լինի, դուք կարող եք հետո հարցեր տալ։ Ուղղակի խնդիրը նա, որ մենք հիմա շարունակում ենք այս կանալի մեջ մտնել բաներ փոփոխել։ Դրա համար մեզ պետք է անպայման ունենալ, որպեսզի առաջ գնանք։ Հիմա, քանի որ դուք արդեն ունեք կանալ, ձեր կանալը ունի դատարկ տեսք, այսպեսի տեսք չունի։ Դրա համար հիմա ես մի րոպե մտնեմ ձեր կանալներից մեկն ու մեկի մեջ, որպեսզի տեսնեմ ձեր զրոյական տեսքը եւ ձեզ ցույց տամ։ Ուրեմն, զրոյական տեսքի կանալը դուք պետք է տեսնեք customize-ի հնարավորություն։ Բոլորս տեսնում ենք այս customize-ը։ Այո։ Okay, customize-ի վրա կլիկ ենք անում։ Դատարկ կանալի վրա, customize-ի վրա կլիկ ենք անում, որպեսզի սկսենք կանալի առաջնային ձևավորումները։ Ուրեմն մենք տեսնում ենք այստեղ հիմնական կանալի ձևավորումները։ Կանալի ձևավորումների մեջ առաջինը մեզ բերել է բաները եւ լոգոն կամ կանալի վրայի այս հատվածի ուրեմն այսպես կոչված սրանք կոչվում են channel art, այսինքն կանալի վրա տեղավորված art-ը, այսինքն նկարները։ Հիմա առաջին նկարը, որը երևում է վերևի հատվածում, ունի որոշակի, տեսեք, այստեղ գրված է ինչպիսի առանձնահատկություն։ Նա պետք է լինի այս պիքսելներով 2048-12 պիքսելի եւ լինի ոչ մեծ քան 6 մեգաբայթը։ Այսպիսի ուրեմն նկար ստանալու համար բավականին ժամանակ է ծախսվում իմիջայլոց, եթե դուք տեսնում եք այն բավականին նեղ է, այս նեղ հատվածում դուք պետք է կարողանաք ինչ-որ մի բան ցուցադրել, եւ դա սովորաբար մենք անում ենք Canva-ի մեջ, փորձում ենք այնտեղ ստանալ։ Ես հիմա միայն բացատրում եմ, կփորձեք ինչ-որ նկարներ դնել այնտեղ, որ հետո փոխեք։ Ուրեմն առաջինը տեղադրում ենք այս վերևի հատվածը, երկրորդը տեղադրում ենք կլոր լոգոտիպի նմանանա։ Հիմնականում կարող ենք մեկ լոգոտիպ դնել կամ ասենք օրինակ, եթե դա որևէ մեկի անունով է իր նկարը դնել, այս կոնկրետ կանալը մեր մոտ մուլտիկների մասն է, այսպեսի փափետների մասին է, դրա համար սա ենք դրել օրինակ, եւ սա նույնպես ունի, ուրեմն 98-98-ի պետք է լինի չափը եւ 4 մեգաբայթից քիչ։ 98-98-ի չի լինում մինիմում այդքան եւ մաքսիմում կարող է լինի 100-ը 100-ի, չգիտես 110-ը 110-ի, այսինքն սա անպայման լինի քառակուսի։ Չի հաստատում։ Դուք upload-ը անում եք, ինքը չի հաստատում։ Նմանապես սա չի կարող հաստատի, որովհետեւ ի վերջո կարող է հաստատի, բայց թռած է լինելու, որովհետեւ այստեղ բավականին նեղ հատված է։ Մենք սա ձևավորում ենք brand-ը։ Այնուհետև գալիս ենք այստեղ, մենք տեսնում ենք, տեսեք, իր անունը, handle-ը, եւ ապա այստեղ գալիս է մեր կանալի նկարագրությունը։ Այստեղ պետք է մենք տեղադրենք նկարագրություն։ Հիմա նայեք, դուք այս բան ուղղակի նայեք եւ ձեր ժամանակ կտրվի, որ դուք սրանք տեղադրեք։ Այստեղ նկարագրվում է ձեր բրենդի, ինչ որ տեղադրել եք, օրինակ Facebook-ում ու Instagram-ում, այնտեղ եթե հիշում եք, Նոնան ասում էր, որ ձեր մասին պատմությունը պետք է գրեք, ձեր մասին կարճ նկարագրություն։ Նմանապես այստեղ տեղադրվում է այդ նկարագրությունը։ Բավականին ավելի երկար կարող եք գրել իմիջայլոց, մինչև 1000 նիշ։ Այսինքն եւ սա կարևոր տեղեր են, որովհետեւ թե անունը, թե handle-ը եւ թե այս հատվածը աշխատում են որոնման համակարգերի համար նույնպես։ Ձեր բրենդի մասին տեղեկություններում այն բառերը, որ դուք այստեղ օգտագործեք, ձեզ կօգնի որոնումներում հայտնվել, դիրքեր ստանալ։ Այստեղ անգամ կա հնարավորություն ավելացնելու լեզու, որտեղ կան հնարավորություններ տարբեր լեզուներ ավելացնել եւ այլն։ Սա բավականին հմուտ տեղ է, որտեղ ասենք դուք կարող եք այնպես անել, որ օրինակ հայերեն տեղադրվող կոնտենտը տեղադրեք հայերեն, հետո ավելացնեք լեզու անգլերեն եւ այնտեղ մի քանի լեզվով ամեն մարդ, ով որ մտնում է, օրինակ մարդ, որ մտնում է, ենթադրենք նա իսպաներեն ենք տեղադրել կոնտենտը, մտնող անձնավորությունը իսպաներեն կոնտենտը միանգամից տեսնում է։ Եվ Իսպանիայից մտող իսպաներեն է
տեսնում, շատ համար հնարավորություն է։ Ապա այստեղ ներքևում դուք տեսնում եք հղումների տեղ։ Հղումների տեղում դուք կարող եք տեղադրել ձեր Facebook-ի, Instagram-ի հղումները։ Եվ ինչ հղումներ որ ունեք, եթե վեբսայթ ունեք։ Օրինակ, այստեղ գրում եք Facebook, այստեղ գրում եք այսպես Facebook, ես անում եմ, որպեսզի հետո դուք նայեք ու անեք Facebook, եւ այստեղ տեղադրում եք հղումը։ Այստեղ նորից ավելացնում եք դա, այնուհետև երկրորդ հղումը։ Եթե տեղադրեք, նա թույլ կտա նաեւ երկրորդը կատարել։ Հղումներից հետո կարող եք տեղադրել ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, որտեղ մարդիկ տեսնելու են ձեր կանալի վրա այս հատվածում, այդ ամենը երևալու է այս հատվածում, կանալի այստեղ որ մարդ բացում է, այստեղ more, այս հատվածում նա տեսնելու է բոլոր այդ տվյալները եւ կարողանալու է նաեւ տեսնել ինչպես ձեզ հետ կապվի, որովհետեւ մեզ պետք է որ նրանք մեզ նամակ գրեն, եթե YouTube-ի մեջից մեզ գտնեն։ Այնուհետև այստեղ գրում watermark, շատ հետաքրքիր, այստեղ նույնպես կարող եք տեղադրել ձեր լոգոն։ Օրինակ ես այս լոգոն, օրինակ փորձեմ տեղադրել, իրեն save անեմ ինչ որտեղ, որպեսզի հետո տեղադրեմ։ Ահա։ Ասենք թե download-երի մեջ թող գնա։ Տեսնեմ ես այնտեղից կարող վերցնեմ իրան download-երի մեջից։ Ահա։ Եվ այստեղ տեղադրում եմ իմ լոգոն։ Սա հնարավորություն է տալիս, որ տեսեք, մենք լոգոն տեղադրեցինք, նա վիդեոյի վրա վերջին հատվածում կհայտնվի, կամ ասենք գրում եմ, որ հատվածից եմ ուզում իմ լոգոն միշտ հայտնվի։ Ցանկացած վիդեո, երբ որ ես կհրապարակեմ իմ կանալի մեջ, այդ վիդեոյի վրա կերևա նաև իմ լոգոն, սա նույն բրենդինգն է համարվում, վիդեո watermark-ա կոչվում, որպեսզի վիդեոն նաև հաստատվի watermark-ով։ Կարող ենք անենք նաև entire video, այսինքն ամբողջ վիդեո ընթացքում watermark-ը երևա։ Ինչպես կուզենք, այդպես անում ենք։ Սովորաբար անում ենք այնպես, ինչպես ուզում ենք։ Կլիենտներ կան, օրինակ մեզ ասում են entire video, այսինքն ուզում ենք ամբողջ վիդեոն watermark-ը երևա եւ երևա, որ սա մեզ է պատկանում այս վիդեոն։ Հիմա ես երբ որ սա տեղադրեցի, կարող եմ publish անել։ Այսինքն ցանկացած բան անելուց հետո այստեղ վերջում այս կոճակով publish-ը իրականացնում եմ եւ իմ կանալի առաջին պրոֆայլը, այսինքն նկարները, channel art-ը եւ նկարագրությունը, իմ լինքերը եւ առաջին տպավորությունը այս հատվածում որ պիտի երևա, ավարտվում է։ Տեսեք, այս հատվածում արդեն ես ունեմ ավարտուն տպավորություն, այսպես ասեմ։ Դուք էլ պետք է անեք ձեզ մոտ։ Հիմա որ ես մտնում եմ ձեր, ասենք, կանալը, օրինակ մտա հիմա, մտնեմ Armida-ինը, Armida-ի կանալում, նայում եմ այստեղ, տեսեք, երևում է միայն երկու բան, բայց նա ավելացնի Facebook-յան հղումները, տեքստը, որ նկարագրում է իր բրենդը, այդ ամենը ինքը նկարագրելով մենք կարող ենք այստեղ տեսնել այդ ամենը։ Ուրեմն դա տեղադրում ենք, այսօր դասը վերջացնելուց, այս պահը վերջացնելուց հետո, հիմա երբ որ այս customization-ը ես հիմա ասեմ, որ ավարտված է, մենք սկսում ենք դա անել, եւ ես մտնում եմ ձեր հղումները, ստուգում եմ ինչպես է դա արվել, որպեսզի եթե հարցեր լինի, միանգամից անդրադառնանք, եւ դրան մենք կտանք այստեղ 10 րոպե ժամանակ, եղավ։ Այս պահի համար հարցեր կան։ Մենք պիտի կանալը լրիվ ստեղծենք զրոյական վիճակում, որպեսզի կարողանանք հետո իրեն լավ օպտիմիզացնել։ Հարցեր կան։ Գայանե ջան, սա հեռախոսով չի լինում անդ։ Տեսեք, ես հեռախոսով ցույց տվեցի, որ նման բան նույնպես հնարավոր է անել։ Դուք կարող եք նույնպես հեռախոսով որոշ բաներ անել։ Դուք հեռախոսով ասենք թե կարող եք ասենք տեսնել YouTube-ի application-ը, մտնում եք ձեր այս ներքևում, որ գրված է U, եւ որ երբ որ կլիկ եք անում U-ի վրա, ձեր անունն է երևում վերևում, տակը երևում է create channel։ Եվ կարողանում եք ձեր channel-ը ստեղծել։ Երբ որ channel-ը ստեղծում եք, արդեն այնտեղ ինքը ցույց է տալիս, թե ինչ է handle-ը որն է եւ այլն, դուք բոլոր այդ տվյալները տեղադրում եք, ձեր անունը, ձեր handle-ը ձևավորում է URL-ի մեջ միանգամից, բանը նա է, որ handle-ը ձևավորելուց, ինչպես Mary Bean առաջին handle-ում գրեց 2025,
Այդ փոխել չի լինում փաստորեն, handle-ը մի անգամ է դրվում, բայց կարող եք անվանումը փոփոխել։ Տեղադրում եք handle-ը, ապա առաջ եք գնում create channel եք անում։ Եվ ապա այդտեղից հետո դուք պետք է նաև հեռախոսի վրա ունենաք այսպես կոչված YouTube Studio։ Դա հետո կասենք, որ պետք է տեղադրեք, եթե ուզում եք customization-ների բոլոր, ասենք, հնարավորությունները տեսնել։ Այդտեղ աշխատում է YouTube Studio-ն։ Ay, Kayane canımız Այո։ ayrı հեռախոսով, մորնիկը YouTube։ Ինչ է գրված ձեր մոտ, ասեք Անուշ ջան։ Այնտեղ աջ կողմում գրված է դուք։ Այո, դուք, այդ դուք հատվածում դու պետք է սեղմես իրա վրա։ YouTube Studio-ն այսպիսի տեսք ունի, երբ որ դուք տեղադրեք կտեսնեք։ Հիմա YouTube Studio-ն էլ կանեք, բայց դա հիմա շուտ է։ Հա, սեղմել։ Դուքի վրա որ կլիկ եք անում, իրեն անունը պետք է դնեք ու handle-ը։ Իմ անունը գրած է Անուշ Գևորգյան։ Փոխեք, պետք է փոխեք ձեր բրենդի անունը։ Օրինակ դուք ո՞րն եք օգտագործում ձեր բիզնեսի որպես անուն։ Հարսուս կեսուր։ Բիզնես։ Դա եք ուզում անեք։ Դե գրեք։ Հարս սկեսուր գրեք եւ առաջ գնացեք Անուշ ջան։ Հա, վրեն պետք է սեղմեմ։ Իմ այդ անունից։ Անունը պետք է փոխեք։ Նայեք, այստեղ երբ որ ես ցույց եմ տալիս, անունը ձեր մոտ այստեղ երևում է անվանումը, այստեղ name։ Անունը գրված է ինչ որ funny puppet, եթե ես ուզեմ կարող եմ հանկարծ սա փոխել։ Հա, կուզեմ հասկանամ ինչի վրա սեղմեմ, որ փոխեմ անունը։ Իրա վրա։ Հա, Դուք մտել եք տակից։ Հա, այդ դուկը սեղմեցի իմ նկարս անունով ցույց կտա, Անուշ Գևորգյան։ Ահա, իրա տակը գրված է ստեղծել կանալ։ Ստեղծել մյուս հաշիվ, Google հաշիվ, պես բաներ է գրած։ Հենց անմիջապես ձեր անվան տակը, որ ինքը վերևում պետք է վերևի հատվածում Անուշ ջան, վերևի հատվածում։ Դուք հեռախոսով եք մտել, մի քիչ դեռ հեռախոսը ավելի դժվար է համենայն դեպս ձեզ համար։ Այս հատվածում, տեսեք, վերևը կապույտով գրված է, սա այստեղ եթե ձեր անվանումն է, դրա տակը պետք է լինի ստեղծել YouTube-ի կանալ։ Հեռախոսը բավական դժվար է, ես դրա համար ասում եմ, համակարգիչը մենք ավելի հեշտ կօգտվենք, բայց ամեն դեպքում դուք հեռախոսով նույնպես այստեղից ստեղծեցիք, ով ստեղծեց հեռախոսով, ինձ ասեք։ Տեսեք, այստեղ տեսնում եք ձեր create channel, գրված է ստեղծել կանալ։ Եթե ունեք կանալ, այնտեղ ձեր անունը կերևա, դուք կարող եք փոխել։ Չէ, այդ մոտ չկա այդպես բան գրած։ Ստեղծել կանալ։ Դուք այստեղ եք հենց հիմա Անուշ ջան, այս հատվածում եք, որ ես ձեզ հիմա ցույց եմ տալիս։ Մի րոպե նայեմ։ Դե պետք է հետ գնամ, որ նայեմ։ Չէ, դուք էկրանը եք նայելու։ Որ կողմը։ Հիմա դուք նայում եք էկրանը, որ ես Հա, նայում եմ ձեզ։ Քո էկրանը շերարը կան։ Հա, բայց իմ էկրանը ես որ share անեմ, ուրեմն դի stop անեմ sharing-ը։ Հա, ճիշտ է, լավ ներող։ Ընտրեմ։ Stop sharing արեցի, այդ դեպքում, ահա, տեսեք, սա հեռախոսով է։ Երբ որ հեռախոսով դուք մտնում եք այս ներքևի հատվածին կլիկ եք անում YouTube-ի մեջ, այս ձերքևի ձեր հատվածին, բացում է ձեր այս վիճակը։ Այստեղից դուք կարող եք ստեղծել ձեր կանալը։ Եթե ասում է perejin-ա կանալ, ուրեմն կա, չէ՞ կանալը արդեն։ Ուրեմն կանալ կա, այո, եւ այդ դեպքում ձեր անվանումը պետքա փոխեք, որպեսզի կարողանաք ունենալ բրենդային եւ ոչ թե ձեր անձնականը, Արմեն Սիմոնյան կամ չգիտեմ Թերեզա Դավիթյան։ Դրա փոխարեն տեղադրեք ձեր անվանումը։ Երկու հատ է տարես փոխելու պսևդոնիմ, մեկ էլ անունը, որը պետք է փոխվի։ Երկուսն էլ պետք է փոխեք, ես ասեցի, մեկը անունը, մեկը handle, այսինքն պսևդոնիմը, այսինքն ձեր անունը, handle-ը, որը ունիկալ է եւ չի փոխվում։ Հա, երկուսն էլ գրենք մեր բրենդի անունը։ Ձեր բրենդի անունը գրեք։ Եվ եթե handle-ը պետք լինի, handle-ը կարող է մի 14 օրվա մեջ միայն փոխվել, ինքը արագ չի փոխվում, եղավ։ Ուրեմն եթե դուք մի ուրիշ բան։ Որ շնիկով է սկսվում, դա փոխենք, մեկ էլ անունը։ Այս շնիկովը ձեր handle-ն է։ Շնիկովը դա ձեր handle-ն է, իսկ մյուսը ձեր անունն է։
Տեսեք, անունը գտնվում է վերևում, դե հիմա ձեր մոտ արդեն հեռախոսների վրա նայեք, եւ երկրորդը գրված է Շնիկովը, որը ձեր handle-ն է, այո, դա երկուսն էլ ձեր բրենդի անունը դրեք, այո։ Հա, դա։ Դուք իմիջայլոց իմաց, որ Facebook-ում էլ կա, նույնպես YouTube-ում հնարավոր է, որ դուք կարողանաք հետաքրքիր այնքան տեսանյութեր դնել, որ սկսեք գումար աշխատել YouTube-ով։ Դրա համար դուք հիմա ինչ-որ բան ստեղծում եք, նաև ձեզ կարող է դա հետագայում օգնի։ Եթե դուք ձեզնից ոմանք սիրում են վիդեո նկարահանել, տեղադրել, հետաքրքիր տեսանյութեր ունենալ, կարող են ունենալ իրենց բրենդային կանալը, որով նաև կարող են աշխատել գումարներ։ Դրա մասին կարող եմ ես ձեզ ծանոթացնել։ Ուրեմն, առաջի этаպում այսքանը, որ դուք արեցիք, սա ստեղծեցիք ձեր կանալի պրոֆիլը։ Բոլորը արեցին այս պրոֆիլ հատվածը։ Անուշ ջան, ձեզ մոտ ինչպես եղավ։ Չեղավ։ Անուշ ջան, ձեր կողքը մարդ պետք է լինի, որ ձեզ օգնի։ Որովհետև եթե դուք այդ տեխնիկական հարցերում դժվարանում եք, ուրեմն կամ էլ պետքա դուք գաք Երևան եւ մենք այդ բաները ձեզ անենք ձեր համար։ Ուրիշ մենք չենք կարող ոչ մի բան անենք։ Եթե ձեր կողքը մեկը լինի, կկարողանա ձեզ օգնի, որովհետև դա ասենք այնպիսի բաներ են, որ պետքա արդեն իմանանք այս պահից էլի սկսած, որպեսզի կարողանանք նման բաների վրա աշխատել։ Խնդրում եմ ուղարկեք մնացած URL-ները ձեր կանալների, ես տեսնեմ ինչ վիճակում է։ Ես հիմա մտնում եմ եղածները։ Մրով խնդրում եմ ձեր մոտ տեղադրեք, ձեր արդեն, նայեք, այդտեղ մրովի մեջ ինքը տեղադրել է իր, ասենք, կանալի վրա միայն կլոր հատվածը, բայց լինքերը չի տեղադրել եւ ինֆորմացիան, տեսնում եք, չէ, իմ էջը։ Փորձեք տեղադրել մի որոշ ինֆորմացիա, ես տեսնեմ, չեմ ասում ամեն ինչը, բայց փորձեք, ահա, Մերիբին տեղադրել է Facebook-ի եւ Instagram-ի լինքերը, շատ լավ, ընտիր։ Այսինքն, այստեղ սկսում ենք տեղադրել համապատասխան ինֆորմացիա։ Եթե այս պահից հարցեր կան, ասեք, եթե առաջ ենք գնում, տեսնենք էլ ինչ կա, որ կարող ենք տեղադրել։ Սա նախնական ուղղակի կոչվում է այսպես ասած, անգլերենով setup, այսինքն սա նախապատրաստական աշխատանքներն են, որ մենք ստեղծում ենք։ Ինչպես Facebook, Instagram-ը, հիշում եք առաջի օրը մենք գրանցեցինք, իրար կցեցինք, դա նախապատրաստեցինք, այսպես հիմա նախապատրաստում ենք մեր YouTube-յան account-ը։ Ուրիշ ոմանք կան, որ աշխատեցին, ստեղծեցին թեկուզ հեռախոսով, ուղարկեք նայեմ։ Անուշ ջան, ինչպես եղավ ձեր մոտ։ Չեղավ, նա հետո ես երևի համակարգիչ կդնեմ, փորձեմ։ Երբ կունենաք Անուշ ջան, երբ կունենաք համակարգիչ։ Հեռախոսով էլ կկարողանաք, ուղղակի դուք նայեք, ես ինչ եմ անում, մի հատ էլ անեմ, դուք նայեք, դուք մտեք ձեր հեռախոսը, մի անգամ էլ նայեք ու ես արդեն անցնեմ առաջ։ Մի հատ նայեք, սա ձեր հեռախոսի էկրանն է։ Ահա, այսպես մի բան։ Սա տեսնում եք, որ սովորական, ասենք ձեր հեռախոսը բացել եք։ Հա։ YouTube մտնում եք, կարողանում եք YouTube մտնել։ Հա, մտել եմ։ Մտել եք։ Տեսնում եք ներքևում ձեր անվանումը այստեղ։ Այո, մտել եմ, հա, տեղել եմ։ Մտել եք, ինչ եք տեսնում այստեղ վերևում։ Նա մի րոպե բացեմ։ Իմ նկարն է անունով։ Մի րոպե, ահա։ Գրված է Անուշ Գևորգյան, տակը նորից Շնիկով Անուշ Գևորգյան կա 3 չի գրած։ Ահա, դա ձեր կանալն է, կլիկ արեք դրա վրա։ Դիտել ալիքը։ Այո, դա է ձեր ալիքը, կլիկ արեք դրա վրա եւ անունը փոխեք։ Անուշ Գևորգյանի փոխարեն դարձրեք Հարս եւ Կեսուր, կլիկ արեք դրա վրա հիմա։ Հա, արել եմ, նորից էլ իմ նկարով է բացել։ Ոչ, բերում է այսպիսի հատված։ Այսպեսի հատված է բերում, որտեղ դուք կկարողանաք փոփոխություններ անել արդեն։ Տակի Անուշ Գևորգյանի վրա եք կլիկ անում, այն որ նշանակը գրած է Անուշ Գևորգյան, չգիտեմ ինչ։ Հա։ Կլիկ եք անում, ինքը բերում է հնարավորությունները փոփոխելու, Անուշ ջան, երբ որ դրա վրա կլիկ եք անում, հեռախոսի վրա բացում է ձեր անունը փոխելու հնարավորությունները, հեսա։ Նայեք։ Կլիկ արեցիք այդ ձեր անունի վրա, Անուշ ջան։ Հա։
Ինչ բացեց։ Կուտա մանրամասներ այս ալիքի մասին ստեղծել փոխանակություն ցանկացած սարքում։ Այդ է բացը։ Չէ, մի րոպե։ Դուք ձեր անունի վրա կլիկարեցիք, հա, այստեղ, այս ձեր անունի վրա։ Հա։ Այստեղ անունի վրա որ կլիկ եք անում, ձեզ այստեղ հնարավորություն է տալիս նկար ավելացնել, անուն փոխել, այստեղ նայեք, անուն, handle, չի տալիս ձեր մոտ այս հնարավորությունները։ Չէ։ Մի րոպե նայեք իմ էկրանին։ Մի րոպե։ Դուք չեք տեսնում այս հնարավորությունները այստեղ անունը բանը փոխելու։ Չէ, այդպեսի բան չի տալիս, թե չեք նայեմ։ Հենց անունի վրա է սեղմում եմ։ Ո՞ք միացել։ Gmail-ով եք միացել։ Դե հա անունը եթե երևում է Gmail-ը կծրել է։ Լավ, Անուշ ջան, դուք պետքա գաք, ուրեմն անձնապես մենք ձեզ կարողանանք օգնել, որովհետև այտեն սարքավորումներից օգտվելու արդեն տենց մի քիչ չենք կարող, էլի։ Եկենք նայենք առաջ, Անուշ ջան, անպայման ձեզ կօգնենք։ Դուք այցելեք մեր գրասենյակ ու փորձենք մենք իրար հետ ոնց որ աշխատել միասին։ Լավ, մերսի։ Ահա, ոչ մի նեղվեք, որովհետև դուք պետքա կարողանաք դա անել, դա դժվար չի, ուղղակի առաջին անգամն է, պետքա փորձենք։ Հիմա մենք արդեն հասել ենք այս этаպին, որ մարդիկ ունեն իրանց կանալները, ովքեր որ ստեղծեցին, ովքեր որ չեն ստեղծել, ես կսպասեմ նրանց URL-ներին, որ ուղարկեն։ Մենք պետք է այդ ձեր URL-ները նույնպես տրամադրենք մեր հաշվետվության մեջ, որ դուք ստեղծել եք։ Մերիբին արեց ամեն բան, Մրովը դեռ չի արել եւ մնացածներից էլ դեռ տեսեք լուր չունեմ, հիմա տեսնեմ մեկն էլ այստեղ Թերեզա, հիմա ստեմ բոլորին ստուգեմ առաջ գնանք, ահա Թերեզան էլ տեղադրեց լինքը, չէ, բայց ճիշտ լինք չես տեղադրել Թերեզա ջան, մի քիչ ճիշտ լինք վերցրու Facebook-ի, դա երևի նոնան կօգնի ինչպես share անել ճիշտ լինքը, Facebook-ի լինքը M-ով չի սկսվում, սա երևի դուք հեռախոսից եք վերցրել ու այստեղ M, Excel, specific login, account, storage ID, Prof 0 եւ այլն, այս բոլորը այսպես չի լինում Facebook-ի հղումը, Facebook-ի հղումը ավելի ճիշտ է ձևավորվում, ոչինչ, կարևորը ճիշտ տեղադրել եք, ուղղեք այս հղումը, հետագայում մենք անցնենք առաջ, ուրեմն հասկանալի է, որ այս հատվածը դուք պետք է լրացնեք, այս հատվածը մինչև մյուս դաս, բոլորը պետք է լրացվի, այսինքն այս հատվածը, այստեղ, բոլոր կետերը, բաները, նկարը, անվանումը, handle-ը, որոշ ձեր մասին նկարագրություններ, եթե դժվարանում եք, այսօր կասեք, երկրորդ մասում մենք դա իրար հետ կանենք, անցնենք առաջ, այստեղ դուք կտեսնեք տեղադրված այս հատվածում ձախ մեր մենյուն է, ես մի փոքր ծանոթացնեմ այս մենյուի հետ, այստեղ մենք ունենք կարգավորումներ, settings բաժինը, տեսեք կարգավորումներ, տեսնում եք իմ էկրանը, այս բաժնում դուք տեսնում եք այստեղ ինչ-որ թե ինչ դոլարով են մեր մոտ աշխատելու, դե տեսեք, որ միանգամից ցույց է տալիս դոլարային պահը, այսինքն հնարավոր է YouTube-ում աշխատել գումարներ, պատկերացրիք, կանալը, երբ որ մտնում եմ կանալ բաժինը, այստեղ ես արդեն աշխատում եմ, հնարավորություն ունեմ, տեսեք, ընտրելու, թե որ երկրից եմ ես, հիմա տեսեք, այստեղ կա մի նրբություն, ես կարող եմ ընտրել Հայաստան, բայց եթե ես բավական է ընտրեմ այստեղ, որ ես Հայաստանից եմ կամ բան, մի փոքր կարող է դժվարություն առաջանա մոնետիզացիայի համար, առայժմ ես ոչ մի բան այստեղ կարող է չընտրեմ, բայց ես սովորաբար խորհուրդ կտամ ձեզ, որ դուք ընտրեք Հայաստանը, առաջիկայում դուք մոնետիզացիա չեք անելու, ընտրեք, որպեսզի ձեր բրենդը երևա Հայաստանում, բանալի բառեր, տեսեք, ինչպես միշտ մենք ունենք այստեղ այդ հատվածը, հիշում եք ինչքան խոսեցինք դրանց մասին և Մարիամը ձեզ խնդրեց, որ դուք գտնեք ամենաակտիվ բառերը, որոնցով ձեզ որոնում են, այդ բառերը պետք է տեղադրվի այս հատվածում ևս մի 5-6 կարևոր լավագույն բառերը, որոնցով դուք ուզում եք առաջ գնալ և որոնցով ձեր կանալը առաջ կգնա, ենթադրենք ես այստեղ Puppets գրում եմ, օրինակ իմ մոտ ոնց որ դա է էլի, ենթադրենք երեխաների համար,
ասենք puppets, չգիտեմ, ինչ գրեմ, ասենք մուլտիկներ են էլի սրանք իմ մոտ ասենք թե ես մուլտիկի կանալ եմ ստեղծել ու puppets show Ինչի մասին որ իմ կանալն է, ես այստեղ 1-2 բանալի բառ դնում եմ, որպեսզի այս բառերով ես առաջ գնամ։ Այնուհետև ես անպայման պետքա save անեմ, հետո նորից հետ գնամ։ Բանը նա, որ ես եթե այստեղից այս կողմ գնամ, կարողա ջնջվի։ Հիմա տեսեք basic info-ում իմ մոտ հայտնվեց puppets, puppet show, puppet show։ Հետաքրքիր է որ 2 անգամ գրեց իմ մոտ։ Կջնջեմ սրանք։ Ահա։ Լավ։ Advanced setting, այս երկրորդ թաբում ես տեսնում եմ, որ որոշ բաներ ես կարող եմ սահմանել, որ իմ կանալի աուդիտորիան ովքեր են։ Հատկապես կանալի աուդիտորիան պետք չէ, որ լինեն երեխաները, այդպես պետք չէ գրենք, որովհետև այդ դեպքում կունենանք շատ սահմանափակումներ։ Ես ավելավ է գրեմ no, որ կանալս երեխաների համար չէ հիմնականում, որովհետև մենք երեխաների համար կանալներ են իմիջիայլոց մոնետիզացիա էլ չի թույլատրվում եւ բրենդերը չեն անում երբեք երեխաների համար։ Էլի երեխաների համար friendly կանալներ են, բայց made for kids անվանումը դա նշանակում է, որ դուք հենց միայն երեխաների համար եք անում, բայց մենք այդպիսի կանալ չենք ստեղծում հիմա։ Եթե այստեղ մենք ունենք, տեսեք, Google-ի գովազդի հաշիվ, տեսեք Google Ads account, մենք անգամ դա կարող ենք կցել եւ մեր YouTube-ի վիդեոները դնենք գովազդի։ Տեսեք, այստեղից մի անգամից կցում ենք։ Ներքևում այլևս այդքան ուշադրություն մի դարձրեք, այսքանը մինչև այստեղ եւ feature eligibility, but մենք վերջին կետը, այստեղ մենք տեսնում ենք, որ երբեմն ձեր մոտ դա կերևա, որ դուք այստեղ ձեր մոտ eligible չի, enabled չի։ Երբ որպեսզի ձեր մոտ այս հնարավորությունները, օրինակ առաջինը, երկրորդը եւ երրորդը բացվի, ձեզ պետք է որպեսզի ձեր կանալը վերիֆիկացնեք։ Օրինակ առաջինի մեջ տեսեք ինչ է ասում. ստանդարտ հնարավորություններ։ Հավանաբար ձեզ մոտ սա արդեն կա, որ դուք կկարողանաք լիստեր սարքել, վիդեոներ տեղադրել, upload-ներ անել։ Մի հատ ինձ ասեք, ում մոտ ինչ վիճակ է, առաջին ստանդարտ features ունեք թե ոչ, հիմա որ դուք մտել եք այստեղ setting-ների մեջ, այս հատվածը, ես կուզեմ իմանալ ստանդարտ հնարավորությունները ում մոտ կա։ Մոտ կանացը։ Ահա, ձեզ մոտ կա Արեն ջան, օքեյ, ում ուրիշ, Լուսին, օրինակ ձեզ մոտ, Թերեզա։ Իմ մոտ էլ կա, առաջինը, բայց Առաջինը կա, երկրորդը չկա, չէ։ Տեսեք, երկրորդը ինչա նշանակում։ Երկրորդում դուք կարողանում եք արդեն 15 րոպե եւ ավելի վիդեոներ տեղադրել։ Այսինքն ձեր վիդեոները կունենան ավելի երկար եւ դուք կկարողանաք live գնալ եւ կկարողանաք նաեւ սիրուն ձևավորել ձեր վիդեոների առաջին ուրեմն նկարը, դա առաջնային նկարը, օրինակ ես ցույց տամ դա ոնց հասկանանք, առաջնային նկարը, վիդեոների այս նկարները, տեսեք այս նկարը, որ առաջինը երևում է ձեր այցելուին, այս առաջնային նկարը, thumbnail է կոչվում, բթամատի ինչ-որ նկար, այսինքն փոքրիկ նկար, այդ փոքրիկ նկարի ձևավորման համար դուք պետք է ունենաք այստեղից ձեր հեռախոսահամարը հաստատված։ Հիմա ձեր ում մոտ հնարավորություն չկա, եկեք փորձենք այս հնարավորությունը միացնել եւ տեսնել մեզ թույլ տալիս է արդյոք այս հնարավորությունը ակտիվացնել։ Մտնենք այստեղ միջանկյալ այս հնարավորությունների մեջ եւ տեսնենք ինչպիսին են։ Ով կասի, ես կուզենամ, որ օրինակ Լուսին ասեք, դուք մի հատ տեսնեմ ձեզ մոտ ինչպես է, Թերեզա, ովքեր որ կանալը ունեն իրենց ձեռքի տակ եւ ովքեր որ նաեւ մոբայլով են, իրանց համար մի քիչ դժվար կլինի, որտեւ այս հատվածները պետք է mobile application-ով արվի, բայց առայժմ ես կոմպյուտերով ցույց կտամ, հետո նաեւ մոբայլով կնայենք։ Ուրեմն հիմա դուք intermediate feature փորձեք enable անել, այսինքն ակտիվացնել եւ տեսեք ինչ է պահանջում։ Ասեք։ Ես արեցի հեռախոսի համարներ ուզում, մեկ էլ ստրանիցան, թե որտեղից ենք նշեցի Արմենիա ու հեռախոսի համարը գրեցի, կոդ եկավ, կոդը մլրացրեցի ու ստացվեց։
Շնորհակալություն Թերեզան, հաստատեց իր կանալը։ Եկեք փորձենք անել այս հաստատումը։ Արմիդա, Լուսին, Արեն, Ես հեռախոսով եմ, չեմ գտնում այդ տեղը։ հեռախոսով այդտեղը չես գտնում։ Եկեք հեռախոսով դուք էլ չունեք համակարգիչ։ Չէ, այս պահին չէ։ Այս պահին թե ընդհանրապես։ Ընդհանրապես ունեմ, հիմա իմ մոտ չի էլի։ Okay. Սրանց համար մեզ պետք է ամեն դեպքում ունենալ համակարգիչ։ Ոչ մի ծրագիր սովորել հնարավոր չի, որ մենակ հեռախոսով լինի։ Եղավ, ուրեմն ձեր համակարգիչներումից ձեր ձեռքի տակ ունեցեք, եթե ոչ բաց ենք թողնում այս պահերը, որ կարողանում ենք անել այդ գործողությունները։ Նման սեթինգներ հեռախոսի մեջ միգուցե կլինի, որ տեղադրեք YouTube Studio։ Ուրեմն մի քանիսը ովքեր հիմա չեն կարողանում այդ փոփոխությունը անել, թող տեղադրեն YouTube Studio-ն, որի մեջ արդեն սեթինգները իրանք կտեսնեն։ Այստեղ այդ սեթինգները երևում են, բայց բոլոր հնարավորությունները չունեն։ Բնականաբար մեզ պետք է ամեն դեպքում, ես նայեցի հեռախոսը այդ բոլոր հնարավորությունները չունի։ Կխնդրեմ համակարգիչները ձեզ հետ լինեն եւ սովորելու դասի ժամանակ օգտագործենք համակարգիչ։ Ով որ չունի ընդհանրապես, ես բան չունեմ ասելու, բայց ով որ ունի, թող իր մոտ ունենա։ Շնորհակալություն։ Անցնենք առաջ։ Բայց սա անելու ենք, որովհետև առանց սրա կանալը օպտիմալ չի աշխատելու, 15 րոպե եւ ավել վիդեոներ պետք է տեղադրվեն, եւ կա advanced features։ Մի հատ Թերեզա ջան, դուք մի հատ փորձեք դա էլ վերիֆիկացնենք, նայենք տեսնենք ձեզ մոտ որպես զորական վիճակում դա թույլ կտա թե ոչ։ Տեսեք, այս մյուս հնարավորությունը ավելի խորն է։ Բայց բան չկա, որ ես լրացնեմ։ Ոչ մի բան չի ուզում։ Ոչ մի բան չկա, դուք ակտիվացրեք իրեն։ Ոնց։ Չի տալիս հնարավորություն իրեն դարձնել ակտիվ։ Չէ։ Ինքը հիմա ինչպես է ձեր մոտ ցույց տալիս։ Էսա մի հատ էկրան սկրին անեմ, ուղարկեմ։ Մինչև ասենք օրինակ մենք խոսում ենք սկրին ենք անում, Արմիդա ջան, դուք էլ փորձեք, նայեք, տեսեք որտեղ է այդ մասը, դուք էլ ինչ որ բան այդտեղ տեղադրեք, ձեր հեռախոսահամարով հաստատեք։ Հա, մենք փորձում ենք արդեն, սպասում ենք հաղորդագրությունը գա։ Եղավ։ Հա, ձեզ մոտ արդեն միացած է արդեն։ Տեսեք, կանաչը երևում է արդեն։ Включены расширенные функции. Сохранить արա ուղակի ու վերջ։ Լավ։ Ուրեմն սա միացնելուց հետո մենք ունենք կանալի առավել հնարավորություններ։ Այսինքն, եթե հեռախոսով վերիֆիկացիա ենք անում, մեր կանալը ավելի վստահելի է դառնում եւ մենք կարողանում ենք այդ գործողություններ անել, ինչպես որոնցից շատ կարեւորը նաեւ live գնալը, custom thumbnail-ները փոխելը, երկար վիդեոներ տեղադրելը եւ այլն։ Հիմա անցնենք հաջորդը։ Տեսեք, այս permissions հատվածը ցույց է տալիս հնարավորություն, որ դուք տարբեր մարդկանց տակ տարբեր հնարավորություններ։ Օրինակ, ենթադրենք դուք որոշեք, ենթադրենք ինչ որ մեկին, ինձ կամ մեկին տակ հնարավորություն մտնելու ձեր կանալը։ Ահա այսպես պետք է տանի ինքը հեռախոսով վերիֆիկացիա պահանջի եւ ես կարող եմ, ասենք, դառնամ ձեր կանալում նաեւ որպես մենեջեր, օրինակ։ Տեսեք։ Ասենք այստեղ հնարավորություն ունի ուրիշ մարդկանց, տեսեք, տալու այդ կանալից օգտվելու հնարավորություն։ Այսինքն կանալում դուք կարող եք ունենալ մի քանի յուզերներ, ովքեր տարբեր գործողություններ կարող են անեն, մենեջերը ուրիշ է, ասենք, ենթադրենք owner-ը ուրիշ է, տեսեք, այստեղ owner, manager, տարբեր, տեսեք, ռոլեր կան ու communications manager։ Այստեղ 3 հնարավորություն կա։ Կարող է ձեզ մոտ լինի միայն owner եւ manager, այդ էլ կարող է լինի։ Ամեն դեպքում դուք ունեք այդ հնարավորությունները այստեղից փոփոխելու։
Այս ներքևում արդեն այս պահերին դուք կարող եք հիմա ուշադրություն չդարձնել, որտեղ այստեղ մոդերացիաներ եւ այլն, սա այն ժամանակ կանեք, երբ որ ձեր կանալը բավականին զարգանա։ Ուրեմն մինչև permissions հատվածը մենք նայեցինք, ընդհանուր դոլարով ենք սկսում, կանալի առանձին հատվածներում տեղադրում ենք համապատասխան տվյալները, ասենք այստեղ ընտրում ենք երկիրը, այստեղ ընտրում ենք ուրեմն աուդիտորիան, այսինքն ովքեր պետք է լինեն, բայց ոչ երեխաները, եւ մի քանի հնարավորություններ ենք բացում, այնուհետեւ այստեղ permissions հատվածում մենք տեսնում ենք, որ ունենք հնարավորություն օրինակ միմյանց տալու իրավունք մեր կանալի մեջ որոշակի բաներ փոխելու։ Այսքանը այստեղ սա այս հատվածում, settings հատվածում, այնուհետև շատ հետաքրքիր հատված կա այստեղ, որ դուք տեսնում եք, մենք ունենք ուրեմն, տեսեք, dashboard։ Առաջինը dashboard-ն է, dashboard-ը ինքը ոնց որ կարճ ընդհանուր նկարագրում է ցույց տալիս, թե մեր կանալում այս պահին ինչքան ենք ակտիվ։ Տեսեք, այստեղ որևէ ակտիվություն մենք չենք տեսնում, համարյա պարապ կանալ է, տեսնում եք, զրոյական վիճակ։ Եթե ես ուրիշ կանալ մտնեմ, այնտեղ ավելի ակտիվ կլինի ու դուք կտեսնեք, ասենք, որ կան կանալներ, որոնք ակտիվ են, որտեղ մենք տարբեր բաներ ենք տեղադրում եւ իրենք բավականին ակտիվ են։ Հիմա օրինակի համար մեկ ուրիշ կանալ որ մտնենք, կարող ենք դրան հետևել այդ կանալում, որտեղ կանալներ մենք կարող ենք շատ ունենալ իմիջիայլոց, ոչ թե մեկ, այլ քանի կանալներ։ Տեսեք, այս մյուս կանալում մենք տեսնում ենք արդեն ունենք այսքան +5 հոգի ավելացել են վերջին 28 օրում մեր բաժանորդները։ Բաժանորդների թիվն է ցույց տալիս, ինչքան հոգի են նայել մեր վիդեոները, 10 ժամի չափ, որոնք են մեր top վիդեոները եւ ինչեր ենք ամեն տեսակի գործողություններ, որ այստեղ մենք արել ենք։ Այստեղ առաջին dashboard-ում ցույց է տալիս։ Dashboard-ը ինքը ընդհանուր մեզ հաշվետվություն է տալիս։ Եթե դուք ուզենաք օրինակ մի արագ հաշվետվություն ունենալ, թե մեր կանալը այս պահին ինչպես է աշխատում, բացում եք dashboard-ը, բայց ավելի մանրամասը կգնա ներսերը, որտեղ կան կանալի ինսայթները։ Երկրորդը ձախ կողմից դա բովանդակություն բաժինն է, content։ Այս բովանդակության բաժնում դուք սկսում եք արդեն տեսնել վիդեոները, որոնք տեղադրված են այստեղ, շորթերը, որոնք տեղադրված են նույնպես կանալում, live stream-ով գնացած վիդեոները, եթե կան live գնացած վիդեոներ, live-ով այս հատվածում չկան, եւ post-եր, տեսնում եք, անգամ մենք հնարավորություն ունենք կանալում տեղադրել post-եր։ Երևի դուք չգիտեք, որ այդ post-երը, որ Facebook, Instagram-ում տեղադրում եք, դուք կարող եք նաեւ ձեր YouTube-յան կանալում նույնպես տարածել, տեղադրել։ Այստեղ մենք տեսնում ենք playlist-երի բաժինը, content-ն է, սա բովանդակությունն է, playlist-երը դրանք ձեր կատեգորիաներն են, այստեղ կարող ենք ձևավորել, եւ մնացածը podcast-ը եւ promotions-ը պետք չի նայել, որտեղ սրանք ավելի զարգացած կանալների համար է։ Այսինքն մենք կնայենք միայն այս հատվածը, videos, shorts, live եթե կանեք, post-եր եւ playlist-եր։ Այս հատվածը content բաժնում։ Անալիտիկան դա ավելի մանրամասն անալիտիկան է մեր վիդեոների դիտումների, քաղաքներ, երկրներ, որտեղից են եկել մեր դիտողները եւ այլն, բավականին մանրամասը այստեղ մենք կարողանում ենք դա տեսնել։ Տեսեք, այս պահին ցույց է տալիս, որ վերջին 28 օրվա ընթացքում մեզ մոտ 2514 նոր view է եկել, բայց այստեղ ժամկետները մենք կարողանում ենք փոխել։ Տեսեք, 28 օր, 7 օր եւ կարող ենք դնել նաեւ ընդհանրապես այս թվին, նաեւ custom ապրիլ ամսին եւ այլն։ Օրինակ, եթե ես դնեմ ապրիլ ամսին, ինքը ցույց է տալիս ավելի պակաս 195 անգամ վիդեոներ նայած։ Սա այս հատվածում անալիտիկայի նաև կա content բաժինը, որտեղ մեկ առ մեկ բոլոր վիդեոների view-երն ենք մենք տեսնում եւ այդ վիդեոների ամենաակտիվները, ամենապասիվները, post-երի view-երն ենք տեսնում, post-երը բավական, ասենք, այստեղ այդքան էլ ակտիվ չեն երևում, ինչպես նկատում եք, impression-ներ քիչ ունեն եւ ընդհանրապես ես նկատել եմ, որ YouTube-ը իր post-երի բաժինը լավ առաջ չի տանում, դրա համար մարդիկ չեն կարող post-եր տեսնել, բայց short-երի բաժինը լավ է առաջ տանում։ Եվ playlist-եր ունենք այստեղ, նույնպես տեսնում ենք, թե այս content-ի մեջ, այս վերջան կանալի մեջ ինչքան են playlist-երը դիտել։ Տեսեք, ըստ playlist-երի նույնպես դիտումներ։ Playlist ասածը դրանք մի քանի վիդեոների, այսպես ասած, կոնգլոմերատ հավաքական վիճակներն են, որոնք դուք ստեղծում եք ըստ կատեգորիաների, ձեզ մոտ ուզում եք առանձնացնեք վիդեոները ըստ կատեգորիաների։ Տեսեք, content-ը նայեցինք, աուդիտորիայի բաժինը կարող ենք նայել,
արագ եմ անցնում, որովհետև հետո կնայենք սրան ավելի պրակտիկ ձևով։ Տեսեք, աուդիտորիան ցույց է տալիս մեծամասամբ մոբայլից են նայում, կամպյուտերից ավելի քիչ, հեռուստացույցից անգամ նայողներ կան եւ թաբլետներից։ Եվ հետաքրքիր է, որ իրենք հիմնականում նայել են, դա տեսնեմ հələ որտեղից, տեսեք, չի ցույց տալիս իրանց տարիքը եւ այլն, նայել են ոչ մեզ հետ մեր բաժանորդներից չեն նայել, տեսեք, բաժանորդագրվող մարդկանցից քիչ են նայել, ընդհանրապես 0.5%, բայց 99.5%-ը նայել են ուրիշ մարդիկ։ Սա լավ է, որպեսզի մեր կանալը ավելի տարածվի, բայց նաև լավ չի, որ մենք չունենք շատ բաժանորդներ, ինչքան հնարավոր է պետք է ավելացնել, չէ՞, բաժանորդների թիվը, որ մեզ հետևեն, ինչպես Facebook-ում լայքերն են ուզում տարածվեն։ Եվ այստեղ տրենդերը, որ տրենդերի բաժինը մենք մտնում ենք, այստեղ շատ հետաքրքիր բաժին է։ Այստեղ դուք կարող եք տեսնել, թե այսօր YouTube-ում ինչ հետաքրքրվող տրենդեր կան, եւ այստեղ անգամ հուշում է, թե ինչ թեմայով լինի ձեր հաջորդ վիդեոն։ Տեսեք, գրած է get ideas for your next video, այսինքն ցույց է տալիս, որ մարդիկ ինչ են որոնում, տեսեք գրված է community dentistry, biometrical science to dentistry, սա որտեղ ատամնաբուժական է իր ամբողջ թեման։ Հետաքրքիր է, որ այս մտնելով այս տրենդերի բաժինը, YouTube-ը մեզ ասում է, դուք այս թեմաների վրա աշխատեք, implant veneers շատ top է, ու այս սրանք, այս թեմաները, community dentistry եւ այլն, այս թեմաները, եթե ես show all ասեմ, ավելի շատ թեմաներ կբերի ինձ համար, եւ ես կարող եմ միանգամից որոշել, որ թեմայով կստեղծեմ իմ հաջորդ տեսանյութը։ Տեսակ բանալի բառերը այստեղ ինչքան մեզ օգնեցին տրենդերի մեջ, որ այստեղ ներկայացված է։ Եվ այստեղ որոշակի վիդեոներ են բերված են, սա Google-ը փորձում է մեզ տանել նմանատիպ վիդեոների վրա ու որպեսզի մենք տեսնենք, թե ինչպիսի վիդեոներ են պատրաստում մեր մրցակիցները եւ մենք կարող ենք տեսնել այդ վիդեոները եւ որոշակի էլի գաղափարներ ունենալ, թե մենք ինչպիսին ստեղծենք, որպեսզի կարողանանք առաջ գնալ։ Մեկ կետի վրա էլ ես ուշադրություն դարձնեմ այստեղ, չէ, անալիտիկսը այսքանով ես ավարտեցի, առաջ գնալու համար ես ուզում եմ ձեզ նայեմ, որ տեսնեմ հարցերը ձեր կա, այս պահի դրությամբ ինչ հարց կա։ Ես ձեզ այնպես խորացնում եմ, բայց հիմա պրակտիկին որ կանցնենք, նոնայի հետ դուք կստեղծեք կոնտենտ, դուք կստեղծեք ձեր կանալի տեսքը եւ կոնտենտի մեկ կամ երկու օրինակներ կունենաք, կստեղծեք։ Դուք հիմա ծանոթանում եք ընդհանուր YouTube-ի տրամաբանությանը եւ թե ինչպես պետք է տեսնել արդյունքները։ Ես նաև ձեզ, եթե ով որևէ մեկին ձեզ հետաքրքրի, կարող եմ ցույց տալ, թե որտեղից կարող եք դուք նաև ստեղծել վճարովի կանալ, որ դուք կարողանաք գումար աշխատել, բայց դրա համար դուք պետք է ստեղծեք բավական ակտիվ, շատ դիտումներ ունենաք եւ շատ բաժանորդներ ունենաք, որպեսզի կարողանաք գումար աշխատելու համար դիմեք։ Ուրեմն այստեղ տեսնում եք մի քանի բան ձեզ ծանոթացնեմ, որպեսզի անցնենք պրակտիկ հատվածին։ Այստեղ կա community, դուք տեսնում եք գրած է, այստեղ համայնքն է, տեսեք, այստեղ որ մտնում ենք, տեսնում ենք ովքեր են մեզ կոմենտներ գրել եւ ովքեր են նաեւ մեր կանալը իրենց մոտ նշել։ Այսինքն տարածել։ Այստեղ ցույց են տալիս, որ ոչ ոք չի նշել, բայց կոմենտների բաժնում մենք տեսնում ենք, որ գրել են մարդիկ մեզ կոմենտներ եւ պետք է որ մենք այդ կոմենտներին պատասխան գրենք։ Այս մարդը լացելու կոմենտ է դրել։ Այս մարդը շատ լավ կոմենտ է դրել, մենք կարող ենք այդ կոմենտը լայք անել օրինակ։ Այստեղ գրած է 6000, օքեյ։ Այսինքն սենց կոմենտներ ունենք, որոնք պետք է պատասխանենք։ Տեսեք, մարդիկ գրում են կոմենտներ են տալիս մեզ։ Դա այս community բաժնում է երևում եւ հետաքրքիր հատված կա, subtitle է կոչվում։ Սա դուք կարող եք ձեր վիդեոները, որոնք հայերեն եք տպագրում, վրայից անգլերեն տառերով կամ ռուսերեն տառերով բաց գրեք։ Դուք տեսել եք եւ վիդեո նայելու ընթացքում տակից գրվում է։ Մեկը անգլերեն խոսում են, բայց տակից գրվում է հայերեն սուբտիտրերը, սրանք սուբտիտրերն են։ Սուբտիտրերը գրվում են վիդեոյի վրա, որպեսզի մնացած լեզուներով կարողանանք մեր
կանալը առաջ տանել։ Օրինակ, եթե մեր կանալում վիդեոները հայերեն են, մենք կարող ենք անգլերեն սուբտիտրեր տեղադրել եւ դրանով ավելի մեծացնել աուդիտորիան։ Պատկերացրեցիք, որ հիմա ասենք, որպեսզի անգլերեն դիտորդները կարողանան մեր վիդեոներից բան հասկանալ, մենք սա կարող ենք օգտագործել եւ այդ դեպքում անգլիախոս հասարակությանը նույնպես մեր վիդեոները կսկսեն հասկանալի լինել։ Իրենք կնայեն հայերեն են խոսում, բայց տակից սուբտիտրերը իրենց կհուշեն ինչի մասն է բովանդակությունը։ Շատ հաճախ մարդիկ պատահում է, որ անգամ վիդեոները շատ ձայնը իջեցնում են եւ միայն սուբտիտրերով են առաջ գնում։ Ես չգիտեմ ձեզնից քանիսն է այդպես անում, բայց շատ հաճախ լինում է այդպես, որ մենք ձայնը չենք ուզում բարձրացնենք, այլ միայն սուբտիտրերը կարդալով հասկանում ենք բովանդակությունը ինչի մասին է։ Դա համար այս սուբտիտրերը շատ կարևոր են։ Եվ այս սուբտիտրերը տեղադրելու ժամանակ մենք կարող ենք տեղադրել մի քանի լեզուներով այդպիսի սուբտիտրեր։ Այստեղ տակից դա իրականացվում է։ Կանալը ունի նաև այսպես կոչված հեղինակային իրավունքի խախտումների տեղ։ Եթե դուք վիդեոն սարքում եք եւ ձեր ուզած երաժշտությունը դնում եք վիդեոյի տակ, դուք կարող եք ընկնել այս հատված եւ ունենաք շատ լուրջ խնդիր։ Մենք այստեղ չունենք այդպիսի խնդիր, բայց եթե օրինակի համար մեր կանալը, օրինակ տեսեք, ես ձեզ ցույց տամ content հատվածում copyright գրված է, տեսակ, գրած է, որ որոշ օրինակ երաժշտություն այս վիդեոյի տակ copyright-ի տակ է ընկել, դա ինչ է նշանակում, այսինքն երաժշտությունը ունի հեղինակային իրավունք, մենք օգտագործել ենք այս վիդեոյի վրա, բայց գրված է, որ այդ հեղինակը թույլ է տվել, որպեսզի մենք այդ երաժշտությունը մեր վիդեոյի վրա կիրառենք։ Դրա համար այդ հեղինակային իրավունքի խախտումը մեզ չի հանգեցրել լուրջ հետևանքների, որովհետև հեղինակը թույլ է տվել, բայց կարող է պատահել եւ դա շատ լինում է այն դեպքերում, երբ որ մարդիկ ուզում են իրենց վիդեոն մոնետիզացիայի տակ գցել եւ ուժեղ լավ երաժշտություն կամ ձայներ են դնում, այդ դեպքում օրինակի համար դուք չեք կարող որևէ top վիդեո, որը ձեր մրցակիցը դրել է վերցնեք, ձեր կանալի մեջ տպագրեք, դա ձեր մոտ կառաջացնի copyright եւ հնարավոր է ձեր մրցակիցը անմիջապես ձեզ դիմի եւ պահանջի YouTube-ին, որ ձեր այդ վիդեոն հեռացվի կանալից։ Եթե 1-2 հոգի այդպես ձեր կանալից վիդեո հեռացնեն, ձեր կանալը կարգելափակվի եւ կարող է ընդհանրապես ջնջվի։ YouTube-ը ունի շատ խիստ հեղինակային իրավունքի պաշտպանության համակարգ։ Դրա համար պետք է զգուշ լինել եւ դրա համար YouTube-ը ունի այստեղ աուդիո գրադարան, որպեսզի դուք եթե ուզենաք ձեր վիդեոների վրա հետաքրքիր երաժշտություն դնել, օգտվեք նաև այս գրադարանից։ Այս գրադարանում տեղադրված երաժշտությունները հնարավորություններ են տալիս, որ առանց որևէ վտանգի օգտագործեք դուք այդ երաժշտությունները։ Այդտեղ տեղադրված երաժշտությունները չեն ընկնում հեղինակային իրավունքի տակ եւ ազատ գրադարան են համարվում։ Դրա համար եթե դուք YouTube-ում տեղադրում եք վիդեո եւ նկատում եք, որ ձեր հեղինակային իրավունքը դուք խախտել եք, ապա դուք կարող եք այդ վիդեոն տեղում խմբագրել եւ ավելացնել ուրիշ աուդիո եւ այն աուդիոն, որ հեղինակային իրավունքի խախտում է արձանագրել, այդ աուդիոն հեռացնեք։ Այս ամենը հնարավոր է անել հենց կանալի վրա, բանն է, որ դա շատ լավ է, թեպետ մինչև այդ դուք տեղադրել եք ձեր վիդեոները եւ ունեցել էին խախտումներ, հիմա մեր վիդեոները չեն ունենում այդ խախտումները կամ եթե ունենում են, ապա մենք հեռացնում ենք իրանց։ Բայց ավելի լուրջ խախտումների դեպքում միայն հնարավոր է, որ ձեր կանալը արգելափակվի։ Զգուշ պիտի լինենք, որպեսզի մենք չխախտենք հեղինակային իրավունքները։ Այսքանը այստեղից, այստեղ տեսնում եք մի հատ դոլարի նշան, այս սա է, որ ինչ է նշանակում գումար աշխատել։ Հիմա տեսեք, ես կլիկ արեցի այս դոլարի նշանի վրա։ Այստեղ մեզ գրված է, մեզ ցույց է տալիս, որ որպեսզի դուք սկսեմ YouTube-ում գումար աշխատել, ես պետք է ունենամ, տեսեք, 500 subscriber, իմ կանալի համար դա բավական է, ես չգիտեմ ձեր մոտ ինչպես է ցույց տալիս, ես հիմա ձեզ կխնդրեմ, դուք նայեք, իմ կանալի համար ինձ ցույց է տալիս 500 subscriber, ես ունենամ, եւ ապա ես ունենամ նաեւ 3000 դիտում, իմ մոտ այդքանը բավական է։ Եվ եթե ես ունենամ այս 3000 դիտումը եւ 500 subscriber, այսինքն բաժանորդը, ես արդեն կարող եմ միանամ եւ դառնամ
արդեն փող աշխատող կանալ։ Տեսնում եք, իմ կանալի համար այդ է թվել հնարավորությունը։ Սա բավական հին կանալ է, ես դրա համար այդ հնարավորությունը կարող է եւ ունեմ, բայց կարող է եւ ձեր մոտ ուրիշ լինի, օրինակ եմ ասում։ Այսքանը ես ուզում եի ձեզ ընդհանուր ծանոթացնել YouTube-ի կանալի տեխնիկական հատվածների հետ։ Հիմա ավելի պրակտիկ հատվածին պիտի անցնենք, դրա համար ես ուզում եմ ձեր հարցերին պատասխանել։ Ես անջատեմ նորից միացնեմ, հա այդ մասը։ Այո։